Սիրելի բարեկամներ, Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում հերթական անգամ Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարն է եւ այսօր հաշվի առնելով որ տարին նոր է սկսվում եւ մեր բոլոր զգացողությունները միայն լավն են, լավ տրամադրությամբ եկել ենք Հայաստանի լավագույն բնակավայրից մեկը, Բյուրական, եւ որտեղ հյուրընկալվել ենք Բյուրական Պանդոկում այն ակնկալիքով, որ իսկապես մի լավ ուտեստ պիտի պատրաստենք մի լավ խոհարարի հետ։ Եվ այսօր մեր հյուրընկալել է մեր խոհարար Հայ Գրիգորյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսօր ինչ կպատրաստենք Հայ։ Այսօր պատրաստելու ենք գառանթիակ, լցոնված տոլմայով եւ եփած ջեռոցում։ Հայլուն։ Հիմա սկսենք եւ պատրաստել եւ շոսել, հա։ Սկզբում բացում ենք կրպան։ Այո։ Որպեսզի տեղավորենք տոլմաները։ Տեսեք, որպես իսկական պրոֆեսիոնալ խոհարար, Հայկ օգտագործում է մի քանի տեսակ դանակ, այն դանակը, որ ինքը օգտագործում է, հայերեն ասում են ատվալկի համար, բայց իրականում ինքը ոսկրազատելու կամ մսի, չէ, մշակման համար է նախատեսված, ռուսերեն բառն է ատվալկա իհարկե, եւ ինքը ինչ է իր առանձնահատկությունը, որ հատկապես սուր ծայր ունի եւ նեղ է, որպեսզի այդ փոքր դետալները, որ կան մսի հետ կապված, ինքը կարողանա ճիշտ մշակել, չէ։ Բացում ենք գրպանիկը։ Գրպանիկը արդեն բացված է, պետք է արդեն համեմենք։ Ասեմ, որ Բյուրական Պանդոկը բացվել է բոլորովին վերջերս, դեռ 1 տարին էլ չի լրացել, անցած փետրվարին, բայց բավականին մեծ արդեն հեղինակություն ունի համադամասերների կամ ինչպես ընդունված է միջազգայինորեն ասել գուրմանների կողմից, որովհետև այստեղ աշխատող խոհարարները բավականին լավ են պատրաստում եւ բավականին լավ փորձ ունեն։ Հայկ, որքան հասկացա, դուք նաեւ մայրաքաղաքային մի քանի հայտնի ռեստորաններում եք աշխատել։ Իսկ ինչով է լավ մայրաքաղաքում աշխատել եւ ինչով է լավ Բյուրականում աշխատելը։ Լավ չի կարող ինչ որտեղ, կախված է կոլեկտիվից, ընդհանուր աշխատանքային process-ից, բոլոր տեղերն էլ լավ են եղել, այնպես որ ինչ որտեղ առանձնացնել մարդուց է կախված։ Հրաշալի։ Երբ որ ասեց մարդուց, ես հիշեցի մեր լավ բարեկամին, Վրաստանի ամենահայտնի խոհարարներից մեկին, երիտասարդ հեռանկարային Կարեն Ասատուրովին, մեր հայրենակից, որի հետ մենք ուտեստ պատրաստեցինք մեր հաղորդաշարի շրջանակներում եւ քանի որ գիտեք Թիֆլիսահայերը այսպես գեղեցիկ լեզու ունեն, իսկ ցանկացած բնակավայրի լեզուն ինքը գեղեցիկ է, Թիֆլիսահայերը նույնպես եւ այստեղ մենք կարող ենք հիշել Սաաթնովա, Սունդուկյան, այդ Թիֆլիսում մեծացած եւ ինքը մի գեղեցիկ բառ ասեց, ասավ ես ասավ Վրաստանի նախագահներին եմ կերցրել, դե կերցրելը գիտեք, մեր մոտ երկու նշանակություն ունի, որ այսպես ժարգոնային, որ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բանում, այսպես ասած, առավելություն է ստացել, եւ երկրորդ այն իմաստով, ինչ-որ Կարեն Ասատուրովն էր ասում, այն է, որ ինքը պատրաստել ուտելիք, եւ մենք իմացանք, որ դուք նաեւ ուտելիք եք պատրաստել Վրաստանի եւ Հայաստանի բարձրագույն ղեկավարության համար, պատվիրակությունների համար։ Հիմա մենք չենք կարող ասել, թե ում համար, բայց դուք կարող եք ասել, թե ինչ եք պատրաստել։ Իդեպ հենց այսօրվա մեր պատրաստած թիակից նաև փորձել մեր բարձրագույն ղեկավարությունը, Վրաստանի բարձրագույն ղեկավարությունը պաշտոնական ճաշի ժամանակ։ Ոչ միայն սա, նաև այլ ուրիշ ուտեստներ, որը հետագայում ցուցադրենք ելևի։ Այսինքն դա խոսում է բավականին բարձր մակարդակի վրա, որ դիվանագիտական արարողակարգը կամ միջազգային թվաց ասես պրոտոկոլը նախընտրել է գալ ձեր մոտ, ընդ որում մի տեղ, որը նորաբաց է, դեռ ընդամենը 1 տարի չկա։ Գառի հետ կապած ամենահայտնի ստեղծագործությունը հիշում ես։ Գայլն ու գառը, չէ՞, միամլիկ գառը, ասինքն ամին 1 տարին էր, 1 տարի դեռ չեք բացվել եւ արդեն կուզեի մի քիչ խոսալ համեմունքների մասին։ Հրաշալի։ Համեմում ենք չիլի կծու բիբարով, սխտորով, 4 զիտրոնով, սև բիբարով, կարմիր բիբարով, վերջում լցոնում ենք արդեն համեմել ենք մենք։ Այո։ Աղը չենք մոռանում։ Չէ։
Առանց աղ ոչ մի բան չի կարա համով լինի։ Նույնիսկ սուրճը, որ պատրաստում է, դասական սուրճի մեջ մեկ պտղունց աղ են գցում, որպեսզի համերը ավելի ճիշտ ընդգծի։ Հայկը որպես խելացի անձնավորություն Համեմելուց հետո հրաշալի լցոնում ենք արդեն փաթաթված հում տոլմայով, որտեղ տոլման մսային է, տավարի մսից է տոլման։ Այո, մսային է եւ տոլման պետք է հում լինի, որ կրկնակի չեփվի։ կրկնակի չեփի եւ եփվելուց էլ իր համային հատկությունները փոխանցի մսին։ Եվ հակառակը։ Եվ հակառակը։ Այսինքն ֆիզիկայի օրենքով փոխազդեցություն է, նա այսինքն գառան համը փոխանցվում է, գառանթիակի համը փոխանցվում է տոլմաներին, տոլմաների համը փոխանցվում է գառանթիակին։ Հիմա կխնդրենք, որպեսզի Հայկը այդ գրպանիկը ցույց տա։ Ամենահայտնի գրպանիկը կենթանաբանությունից ո՞րն է, հիշում ես։ Կինգուրու։ Այլուն։ Հրաշալի, մեկից մեկ։ Ես եթե մրցանակներ Հայկը միանգամից կտանենք, ամենահայտնի, բայց Այս փուլում ավարտվեց սա եւ արդեն պետք է փաթաթենք ֆոլգայի մեջ եւ դնենք ջեռոցը։ ալյումինե փայլաթի թեղի մեջ։ Փայլաթի թեղի մեջ եւ դնենք ջեռոցը, որպեսզի եփվի։ Քանի աստիճան մոտորապես։ 180-ից 200 աստիճան 3 ժամվա կարգի մոտարապես։ Այլուն։ Եվ քանի որ մեր խոհարարները այնքան պրոֆեսիոնալ են, որով իրանք այսպես ասած ժամային եւ այս համունքային նկատած կնեք, որ իրենք չեն ասում, իրանք իրեն ձեռքի շնորհիվ են, չէ՞, որովհետեւ այնքան են արել, չէ՞։ Այո։ Ձեռքով արդեն զգում ես ինչքան բացի գառան, միս ուրիշ ինչ մսեր եք տալու։ Կենգուրու դեռ չկա, չէ՞, ճաշացանկ։ Ունենք տավարի կողոսկր, այլի մեծ գառան կողոսկրեր, չալաղաջի հետ, տարբեր տենց մեծ մսեր Դեռ ունենք։ կենգուրու չունեք։ Չունենք, բայց Նախատեսվի։ կունենանք։ Այս հաղորդությունը գուցե թե նախատեսվի։ Եվ մենք մի օր էլ երևի թե կգանք ձեր մոտ պատրաստել, որտեղ զգում եմ, որ դուք շատ հետաքրքիր ճաշացանկ ունեք։ Ճաշացանկում ամենաշատը ո՞րն են պատվիրում հաճախորդները, եթե գաղտնիք չէ իհարկե։ Երևի սա գտնվում է առաջի հորիզոնականներում, ունենք էլի ճաշատեսակներ, որ տրենդային են եւ մեծ պահանջարկ են վայելում։ Այլուն։ Հայկը ոչ միայն լավ տիրապետում է խոհանոցին, այլ լավ տիրապետում է ժամանակակից բառամթերքին եւ այդ տրենդային բառը, որ այսինքն մեյնսթրիմի մեջ են, չէ, դրայվի մեջ։ Եվ սրանից հետո այս հաղորդումից հետո մտածում եմ, որ այսպես շարվե-շարան կգամ բյուրական նաեւ այդ տոլման ուտելու գառանթիակի մեջ, բայց չեք վախենում, որ ասենք հիմա որ ցույց տան կարող է ինչ-որ մեկը ուրիշ իրենք ճաշացանկում ընդգրկի։ Չէ, որովհետեւ այնպես ինչպես մենք ենք սարքում, դժվար ինչ-որ մեկը կարողանա սարքի, որովհետեւ կան այլ գաղտնիքներ, որ չեն բացահայտվում։ Սա նման է ոնց որ հարազատ զավակը եւ խորտ զավակը։ Միշտ էլ ծնողը հարազատ զավակին ավելի լավ է նայում, քան խորտ զավակին, չէ՞։ Ուրիշների մոտ դա կլինի խորտ զավակ, որովհետեւ իրաց մտքի արգասիքը չի, իսկ մոտ հարազատ զավակն է, չէ՞։ Հանկեր Հայկ, Հայկ ինչ է կրծում։ Կրթությամբ տնտեսագետ եմ։ Այլուն։ Հայկը քանի որ կրծությամբ տնտեսագետ է, իսկ տնտեսագիտության մեջ ամենակարևորը հաշվել եկամուտները եւ ծախսերը, չէ՞։ Եվ այս տեսակետից, սիրելի բարեկամներ, մենք ինչքան Երևանից դուրս գանք դեպի Բյուրական, դեպի Արենի, դեպի Սևան, Ծաղկաձոր, Դիլիջան, այնքան հնարավորություն գտանք, որ համայնքները զարգանան եւ նկատում եք ինչքան գեղեցիկ միջավայր են ստեղծել այս հաստատության, այս պանդոկի սեփականատերերը, որպեսզի մենք գանք եւ վայելենք։ Իդեպ Վերջում թիակը պատրաստվելուց հետո մատուցում է հայկական արիշտայով, արիշտայի մեջ էլի իմպրովիզե արված բազուկի ճավ է տապակած, համադրությունը շատ լավ է ստացվում։ ասեմ, որ սիրելի հերոստատող դատելով մեր ստեղծագործական կազմի աչքերից հնարավոր է, որ ստեղծագործական կազմը, քանի որ սա պանդոկ է, ուղղակի պաշարի այս պանդոկի դռները, որովհետեւ գիտեք, պանդոկ ինչ է նշանակում, հիշում եք սա՞։ Հացատում։ Այլ ոչ միայն։ Պանդոկը տեղ ապրես։ Պանդոկը տեղեր, որտեղ մարդիկ գալիս էին, ձիերը երբ որ հոգնում էին, պահում էին եւ ձիերին, եւ իրանք մնում էին, դե որ մնում էին ինչ պետք արել, պետք է գինի խմեին եւ ուտեին, չէ՞։ Եվ պանդոկը հենց դա էր։ Հիմա մեր ստեղծագործական
կազմը արդեն լքեց օպերատորական, այսպես տեսախցիկները եւ արդեն գնացին գտնելու ձեր սեփականատերերի, սեփականատիրոջը, որպեսզի բանդեն, որ այստեղ լինի նաեւ գիշերակացի տեղեր, որպեսզի իրանք գան, մնան, վայելեն, չէ՞։ Այո։ Որովհետեւ մեկ օրը քիչ է, չէ՞, բյուրականի ձեր բյուրական պանդոկի ճաշացանկից օգտվելու համար։ Մեկն էլ, երկուսն էլ, երեքն էլ քիչ կլինի ամբողջությամբ։ Հայկը որպես լավ տնտեսագետ մեկ շաբաթվա, այսպես ասած, գրաֆիկը գծեց համադամասերների կամ գուրմանների եւ մտածում են, որ չնայած ցուրտ է եւ ձմեռ, բայց մարդիկ կփոխեն իրենց ամառային անվադողերը ձմեռային անվադողերի, որպեսզի մեքենայով գան հասնեն բյուրական եւ վայելեն բյուրական պանդոկի լավ ուտեստները, պատրաստված շեֆ խոհարար մեր Հայ Գրիգորյանի կողմից եւ իր թիմի։ Սիրելի բարեկամներ, մեր ստեղծագործական խումբը այսպես դիմացավ այս գաստրոնոմիական ճնշմանը, այս ահաբեկչությանը, տերորիզմին, որ 3 ժամ մենք սպասում ենք այս գեղեցիկ ուտեստի այսպես պատրաստմանը եւ վերջապես հասանք մեր այս ուտեստի մատուցման եւ նրա փորձարկման ժամանակին եւ նկատում եք, որ մենք ունենք մեր սեղանի նաև գինիներ եւ ասեմ, որ բյուրականը գնալով դառնում է գաստրոտուրիզմի հետաքրքիր վայրից մեկը եւ գինին որքան հասկացանք մեր լավ բարեկամ Արթուր Մնացականյանն է մատակարարում, որ այստեղ գաստրոբակ ունի։ Երկիր մեդիա հեռուստաընկերության շատ սիրելի հեռուստադիտողներ, մենք գտնվում ենք մի բացառիկ վայրում, մի բացառիկ անձնավորության հետ եւ ներկայացնելու համար մի բացառիկ ծրագիր եւ մի բացառիկ ուտեստ, որը ղարշմներ բոլորդ այցելեք բյուրական վայելելու համար անմահական գինիները, անմահական օղիները եւ անմահական ուտեստները, որոնք սիրով պատրաստում է Արթուր Մնացականյանը իր ընտանիքի անդամների հետ։ Պետք է ասեմ, որ ղարշմը հաջորդ անգամները կպատրաստի իր մայրը մայրական ջերմությամբ ձեր բոլորի համար։ Նկատում ենք, որ մենք այստեղ ունենք արիշտայով պատրաստված արդեն փլավը, ճակնդեղի տերևներով կամ ինչպես ճավ են, չէ՞, Բազուկի ճավով։ Բազուկի ճավով։ Ես արդեն ասեմ, բայց գլխավոր հերոսը իհարկե թաքնված է դա փայլաթեթերի տակ եւ նրա ներկայացումը չի կարող պատահական լինի, պետք է ուղեկցվի ինչով կրակով, չէ՞։ Հիմա մենք նաեւ կրակը կստանանք, որպեսզի տեսնեք նաեւ ինչպես են մատուցում, հա, մատուցման ժամանակ էլ է, չէ՞, դուք այսպես կրակ, քանի որ տոնա, չէ՞, ձեր մոտ որ գալիս է այս ուտելու, այս տոնական ուտեստը, որովհետեւ սա ուտելը տոն է, տեսնելը տոն է, պատրաստելը նույնպես տոն է, չէ՞։ Այո։ Հիմա արդեն բացենք, ցույց տամ ոնց են մատուցում, դնում Նիկո։ Այո։ Սա ոնց որ նոր մեքենայի, երբ որ ցույց են տալի ավտոսալոններում, չէ՞, բացում են այսպես վարակույրը, հիմա շոու կրակ, չէ՞։ Սկզբում տեղադրում ենք ափսեի մեջ, փայլուն։ Տեղադրում ենք չուգունե կամ թուջե այս մատուցարանի մեջ։ Ինքը միաժամանակ եւ թավա եւ մատուցարան կարող է ծառայել։ Կողքը դնում ենք մեր արիշտան ճակնդեղի տերևներով կամ բազուկի ճավով, ինչպես ասում են, ավելացնում ենք։ Մենք ունենք մի քանի այսպես մթերքներ, որ տարբեր անուններ ունեն, ժողովուրդ այլ կերպ է ասում, գիտական գրականության մեջ այլ կերպ։ Հայտնի մի ֆուտբոլիստ կար Կիևի Դինամոյից եւ Ուկրաինայում Լեոնիդ Բուրյակ, չէ՞։ Ահա։ Սա բուրակ են ասում, ուկրաինացիները բուրակ են ասում։ Ինչ անենք։ Հիմա արդեն վերջնական տեսքի բերելու համար վառում ենք եւ մատուցում։ Մեր շեֆ խոհարար Հայկը հիմա կայրի մեր գառան կողոսկրին, ինչպես որ այրվում է հետաքրքրությունից այս գեղեցիկ ուտեստը ուտողների աչքերը, չէ՞։ Ամեն ինչ։ Ամեն ինչը։ Համային ռեցեպտորների հետ Հայլուն։ Եվ մենք արդեն նախապատրաստված ենք
ըմբոշխնելու, կխնդրենք մի փոքր կտոր, որովհետև ինքը բավականին մեծ է, սա եւ նախատեսված է մի 6 հոգու համար, հա։ 4-ից 6 հոգու համար ըստ Ով ինչքան կարողանում է ուտել։ Լավ ուտողները 4 հոգով, ինքը բավականին եփված է։ այո, տեսնում եք ինչպես է այսպես բաժանվում ոսկորը, չէ։ Հրաշալի։ Ասեմ, որ նաև երբ որ ծանոթանում էինք ձեր ճաշացանկին, նաև աշկի պոչով նայում էի գնացուցակին, ասեմ, որ շատ մատչելի է երևանյան շատ ու շատ ռեստորաններից, որակը շատ ու շատ երևանյան ռեստորաններ բարձրակարգ համարժեք մի բան կարող է ավելի, գները շատ ու շատ մատչելի, քան թե երևանյան նույնիսկ միջին եւ միջին ցածր ռեստորան, հիմա կփորձենք։ Հայ, գիտես քանի ուտել խմելու ձև կա։ Չէ։ Երկու ուտել, խմել, ուտել կամ խմել, ուտել, խմել։ Հիմա մենք որը ուտենք, խմենք, ուտենք, թե խմենք, ուտենք, խմենք։ Խմենք, ուտենք, խմենք։ Հայլու, եթե Հայկն ասում է ինքը բան գիտի։ Սիրելի բարեկամներ, մենք մոտենում ենք մեր հաղորդման տրամաբանական ավարտին եւ քանի որ մեր մոտ խմելը պարզապես դա ընդունել չի այդ ալկոհոլի այլ նաև պիտի ուղեկցի կենացրես, կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ եւ թող որ ձեր մեր բոլորիս համար այս տարի խաղաղության տարի, առաջին հերթին, թող որ լինի լիությամբ բարեկեցության տարի, առողջության տարի եւ թող որ ձեր հաճախորդները տվյալ դեպքում ես խոսում եի ձեր սեփականատերից մեկի հետ, ինքը ասավ նրանք մեր հաճախորդներ չեն, նրանք մեր բարեկամներն են։ Թող որ ձեր բարեկամները անսպառ լինեն եւ ձեր բերեք նորանոր բարեկամներ, ինչպես որ ձեր բերեցիք հիմա իդեմս ինձ եւ մեր ստեղծագործական կազմին, որ այսպես ուշադիր հետեւում են պատրաստման process-ին։ Շնորհակալություն, թող որ այս տարի խաղաղության եւ երջանկության տարին լինի մեր հայ ժողովրդի համար։ Հիմա փորձենք Հայկ, բայց ես փորձում դու չես փորձում։ Համաշքեղ Սիրելի բարեկամներ, եթե նախկինում բյուրական կարելի էր գալ տեսնելու համար բյուրականի աստղադիտարանը, խմելու Արթուր Նացականյանի գինիները, ասեմ, որ այս բյուրականի աստղադիտարանին այլևս իր նշանակությամբ դեռևս այդքան չէ, բայց արդեն մոտենում է բյուրական պանդոկը իր համեղագույն ուտեստներով եւ այս եւ մնացած մեր բոլոր հաղորդումները նայելու համար կարող եք անդամագրվել Երկիր մեդիա հեռուստաընկերության YouTube-յան կամ Facebook-յան էջին եւ կարող եք ինչպես այլ, այնպես էլ մեր նախորդ բոլոր հաղորդումները տեսնել։ Ես կուզենայի շնորհակալություն հայտնել Հայկին, այն հաստատ հավատով, որ այս տարվա մեջ գուցե թե առաջիկայում, եթե մեր հեռուստատոները շատ ուզենան, մենք կրկին անգամ այցելենք ձեզ, հյուրընկալվենք այս հյուրընկալ պատերի ներքո եւ վայելենք այն ամենը, որ պատրաստված է ձեր ձեռքերով, որտեղ ամենակարևոր համոմունքը, որ օգտագործեցիք, որն էր։ Սերը եւ հոգին։ Այլու, Հայկը անմիջապես, Հայկը երևի, ես չգիտեմ, իր այսպես Գերդաստանում եղել են մարդիկ, ովքեր որ այդպես տելեպաթիկ հնարավորություններ ունեին, որ գուշակում էին մարդկանց մտքերը թե չէ, բայց մի բան կա, որ ինքը գուշակում է իրենց բարեկամները ինչ գաստրոնոմիկ հաճույքներ են ապրում, վայելով այս ուտեստները։ Հայկ ջան, շնորհակալություն։ Ձերքը դալար, գործդ հաստատ։ Շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, կհանդիպենք հերթական անգամ մեկ շաբաթ անց Երկիր մեդիա ամենազգային հեռուստաընկերության ամենազգային խոհանոցի շրջանակ։